Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 14-րդ Եվ 2 օր հետո զատիկ էր, ու բաղարջը կերած տոնը։ Քահանայապետները և օրենսգետները հնար էին որոնում, թե ինչպես նրան նենգությամբ բռնելով սպանեն։ Բայց ասում էին. ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի։ Եվ մինչ նա Բեթանիայում էր բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որ հետն ուներ նարդոսի ազնիվ մեծարժեք յուղի մի շիշ, և շիշը կոտրելով յուղը թափեց Հիսուսի գլխին։ Աշակերտները զայրացան և ասացին. այդ յուղը ինչու այսպես պիտի կորչեր, կարելի էր այդ անուշահոտ յուղը վաճառել ավելի քան 300 դահեկանի և տալ աղքատներին։ Եվ խիստ զայրանում էին կնոջ վրա։ Եվ Հիսուս նրանց ասաց. թույլ տվեք դրան, ինչու եք նեղություն տալիս, որովհետև նա ինձ համար մի բարի գործ արեց։ Ամեն ժամ աղքատներին ձեզ հետ ունեք և երբ ուզենաք, կարող եք նրանց բարիք անել, բայց ինձ ամեն ժամ ձեզ հետ չունեք։ Դա ինչ որ կարող էր, արեց։ Առաջուց խնկավետեց իմ մարմինը ի նշան պատանքվելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի նրա հիշատակի համար։ Եվ Հուդա Իսկարիովտացին, 12-ից մեկը, գնաց քահանայապետների մոտ, որ Հիսուսին մատնի նրանց։ Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան նրան դրամ տալ, և նա առիթ էր փնտրում, թե ինչպես հարմար ժամանակ մատնի նրան։